Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և այժմ կներկայացնեմ օրվա գլխավոր նորությունները Հայաստանից և աշխարհից։ Բաքվի դատարանում ավարտին է մոտենում դատական թատրոնի վերջին գործողությունը, ինչ ելույթներ են հնչել եզրափակիչ փուլում։ Ռուբեն Վարդանյանի գործը հետաձգվել է, որն է պատճառը։ Էնժամ բենզին, թանկ ռիսկեր, ինչ գին ունի ադրբեջանական վառելիքը։ Նոր դեմքեր, հին խաղի կանոններ, ինչպես է ՔՊ-ն ձևավորում ցուցակը։ Նոր պատժամիջոցներ Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ, ինչ սահմանափակումներ է սահմանել Չինաստանը։ Բաքվի դատարանում առանց անկախ լրատվամիջոցների, փաստաբանների և միջազգային կառույցների մասնակցության ավարտվել է ավելի քան 2 տարի ընթացող մեր հայրենակիցների կեղծ դատավարությունը։ Արդեն հնչել են եզրափակիչ ելույթները և ամենայն հավանականությամբ վճիռները կհրապարակվեն մինչև տարվա ավարտը։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա առարկել է Բաքվի ներկայացրած մեղադրանքներին, հայտարարելով, որ դրանք որևէ առնչություն չունեն իրականության հետ։ Նիստից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Հիշեցնեմ, որ եզրափակիչ ելույթներում բոլոր մեր հայրենակիցները հերքել են Բաքվի մեղադրանքներն ու հայտարարել, որ անմեղ են։ Իսկ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված կեղծ գործով դատական նիստը հետաձգվել է։ Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն պատճառը Վարդանյանի առողջական վիճակն է։ Միջնորդությամբ հանդես է եկել նրա փաստաբանը, դատարանը միջնորդությունը բավարարել է։ Տեղի ունեցող կեղծ դատավարությունների ֆոնին Բաքվից նաև հնչում են հայտարարություններ, որոնք ներկայացվում են որպես խաղաղության օրակարգի առաջխաղացում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Երևանը պետք է փոխի սահմանադրությունը և լիարժեք կատարի թրիփ նախագծով ստանձնած պարտավորությունները։ Նրա խոսքով սահմանազատման հանձնաժողովի հերթական նիստերը կարող են անցկացվել նաև Հայաստանում։ Բայրամովը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններում թուրքական ներգրավվածության մասին։ Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին Հայաստանին վերաբերող հարցերում։ 44-օրյա հայրենական պատերազմից հետո Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես իրականացվել է համակարգված ձևով։ Սա դրական արդյունքներ է տալիս։ Իմ գործընկեր Հական Ֆիդանը նույնպես Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կախված են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններից։ Վստահ եմ, որ այս աշխատանքը կշարունակվի։ Հայաստանում ադրբեջանական բենզին ներկրելուց հետո Բայրամովի խոսքով Հայաստանը և Ադրբեջանը կարող են գործակցել նաև առևտրի այլ ոլորտներում։ Սակայն հայտարարություններից զատ տեղի է ունենում նաև գործընթացներ, որոնք փորձագիտական դաշտում լուրջ մտահոգություններ են առաջացնում։ Փորձագետները ահազանգում են՝ մի քանի դրամով էժան վառելիքը կարող է շատ թանկ արժենալ անվտանգության տեսանկյունից։ Տնտեսական գործարքի հնարավոր անվտանգային հետևանքները մեկ ռեպորտաժում։ 2025-ին Հայաստան է ներմուծվել 300,000 տոննա բենզին։ Ադրբեջանական վառելիքի առաջին խմբաքանակը, որն ընդամենը 1300 տոննա է, Ռուսաստանից, Իրանից, Ռումինիայից և այլ երկրներից մատակարարումների համեմատ չնչին է։ Սակայն անգամ այդ չնչին թվերը կարող են թաքցնել անվտանգային լուրջ ռիսկեր։ Ադրբեջանի պետական բյուջեի մուտքերի 40%-ից ավելին այս տարի վառելիքի շուկայից է ձևավորվել։ Սա բառացին է սրանակը, որ Հայաստանի Հանրապետությունը սկսում է ֆինանսավորել Ադրբեջանի ռազմական բյուջեն, որտեղ սա էլ եմ ուզում հատուկ Ադրբեջանի ռազմական բյուջեն ձևավորվում է հենց նավթի վաճառքից եւ հիմնականում իրաց պետական բյուջեի ամբողջ առույցի բաժինը գալիս է նավթային իրենց հիմնադրամից, որտեղ գումարը գնում է հենց այդ նավթի վաճառքին։ EA95 տեսակի բենզինը, որը ներկրվեց Հայաստան, Ադրբեջանում լայն արտադրություն չունի, քանի որ Ադրբեջանը նավթամշակման այդ մակարդակի գործարաններ չունի։ Պրեմիում բենզինը Ադրբեջանն ինքն է ներկրում Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից։ Հայտարարություն եղավ ադրբեջանական մամուլով, որ առհասարակ պրեմիում տեսակի բենզին չեն նախատեսում հաջորդ տարի արտահանել, սա ըստ էության ադրբեջանական կողմի համար եւ հայկական շուշտ կողմի հետ համաձայնեցված քաղաքական գործարք էր, նպատակ ունենալով ազդակ փոխանցել
ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հանրությանը, որ մենք շարժվում ենք այսպես խաղաղ օրակարգով։ Եթե անգամ Ադրբեջանից Հայաստան վառելիքի ներկրումը երկարաժամկետ լինի, Հայաստան չի ներկրվելու նույն տեսակի բենզին։ Տնտեսագետի կարծիքով AI-95-ը կփոխարինվի այլ տեսակի վառելիքով։ Նրանք տարեկան արտանում են մոտ 714,000 տոննա դիզել, այսինքն իրենց մոտ դիզելն է ավելի համատաբար լավ ստացվում։ Ինձ թվում է հաջորդ գործարքը կարող է լինել հենց դիզելի մասով, այսինքն նրանք փորձեն դիզել ուղարկել Հայաստան, քանի որ մեծ քանակությամբ դիզել են արտադրում։ Հայաստանի վառելիքի շուկայի մոտ 70%-ը բաժին է հասնում Ռուսաստանից ներկրված նավթամթերքին։ Թաթուլ Մանասերյանը կարծում է, իշխանություններն այս քայլով նաև փորձում են նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, բայց ըստ նրա այստեղ շատ ավելի խորքային խնդիրներ կան։ Եթե շուկայում նման գինը պահպանվի եւ ներմուծումները հանկարծակի դադարեցվեն, դա կարող է մեծ տնտեսական ռիսկեր ստեղծել։ Հայաստանը ասած կդիվերսիֆիկացնի իր ներմուծումը, որ հիմա ունի, ասենք, Ռուսաստանից, բայց փոխարենը ոչ մի երաշխիք չի ունենա, որ ցանկացած պահին դա կարող է ընդհատվել։ Ես շատ այս հարցում լավատես չեմ։ Միայն ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ անվտանգության լուրջ համակարգ ձևավորելուց հետո Հայաստանը կարող է համագործակցել, բայց դա էլ աստիճանաբար, որովհետև ռիսկերը շատ ավելին են, քան հնարավոր օգուտները։ Ռիսկերը միայն տնտեսական չեն։ Այս տարի Ադրբեջանը ռազմական բյուջեին հատկացրել է մոտ 4.5 միլիարդ դոլար, ինչը շուրջ 1 միլիարդով ավել է նախորդ տարվա համեմատ եւ 2.9 միլիարդով գերազանցում է Հայաստանի 2025 թվականի ռազմական բյուջեն։ Այս պայմաններում ադրբեջանական վառելիքի ներմուծումը պարզապես տնտեսական հաշվարկ չէ, ասում են զրուցակիցներս։ Փոքր ծավալով սկսված այս գործարքը կարող է դառնալ երկարաժամկետ քաղաքական ու տնտեսական գործընթացի սկիզբ, իսկ հարցը մնում է բաց։ Հայաստանը պատրաստ է տնտեսության համար վճարել ոչ թե դրամով, այլ անվտանգությամբ։ Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է Ամանորի եթերային ծրագիրը, որտեղ ընդգրկված չէ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը։ Հանրայինի կայքում տեղադրված դեկտեմբերի 31-ի եթերացանկի համաձայն ժամը 22-ին ուղերձներով հանդես կգան նախագահն ու ազգային ժողովի խոսնակը, իսկ ժամը 23:40-ին նախատեսված է միայն Նիկոլ Փաշինյանի ուղերձի հեռարձակումը։ Այս մասին գրում է Ազատությունը։ Հիշեցնեմ, որ նախորդ 2 տարիներին ևս հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել էր կաթողիկոսի ուղերձը տարեմուտին երկրի ղեկավարի շնորհավորանքից առաջ հեռարձակելու երկարամյա ավանդույթից։ Մայրաթոռն առաջարկվել էր վեհափառի խոսքը հեռարձակել ժամը 22-ին, սակայն Էջմիածինը մերժել էր այդ առաջարկը։ Իսկ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի վիրահատությունից հետո խնամակալ ունենալու հարցը լուծվել է։ Սրբազանի պաշտպանական թիմի փոխանցմամբ հետվիրահատական շրջանում նրանք կխնամի եղբորորդին։ Խորհրդարանական ընտրությունից 6 ամիս առաջ քաղաքական դաշտը ակտիվ փուլում է։ Հնչում են կոնկրետ հայտարարություններ եւ ծրագրեր։ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը ներկայացրել է վարչապետի իր թեկնածուին Լևոն Զուրաբյանին։ Կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի խոսքով որոշումը նախապես քննարկվել եւ համաձայնեցվել է նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Զուրաբյանն էլ իր հերթին ներկայացրել է կուսակցության ծրագիրը, շեշտը դնելով երկրի զարգացման վրա։ Եթե սա իրականացվում է, մենք ստեղծում ենք Հայաստանի համար լրիվ նոր իրավիճակ, որովհետև առաջին անգամ վերջապես Հայաստանը ինքը իր հետ կկապվի Հայաստանի տարածքով։ Այսինքն մենք Զանգեզուրի, Սյունիքի հետ, Մեղրի հետ կապը կունենանք արդեն երկաթուղիով լրիվ մեր տարածքով։ Իսկ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը բացել է իր տարածքային գրասենյակը Հրազդանում։ Նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը նշել է, որ իրենց նպատակը տարբեր ուժերի համախմբումն է երկիրը առաջ տանելու եւ առկա խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու համար։ Ինչ ծրագիր ունի նախաձեռնությունը, ռեպորտաժում։ Հայաստանում այսօր մարդիկ վստահ չեն, որ իրենց խնդիրները որևէ մեկին հետաքրքրում են։ Միասնության թևերը Հրազդանում էր վստահեցնելու, որ ոչ միայն լսելու են մարդկանց խնդիրներն, այլև գույքագրելու են ու փորձելու լուծել։ Միասնության թևեր նախաձեռնության 7-րդ գրասենյակը բացվեց։
Չնայած ձյան առատությանը հրազդանցիները հավաքվել էին ոչ միայն ներկա լինելու, այլև հարցեր տալու։ Բնակիչներին հուզող հարցերն ու մտահոգությունները շատ են, սպասել չկարողացան։ Ես ուզում եմ ձեր մեջ գտնեմ ամենահայրենասերին, ամենաճկուն քաղաքականագետին, ով կկարողանա այս վիճակից հանել այս խեղճ ու կրակ հային, վախ հայ։ Նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը դիմեց հավաքվածներին ընդգծելով, որ այսօր առաջնահերթ է ոչ թե բաժանումը, այլ միասնությունը։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպանն ասում է, միայն միասնական մոտեցմամբ է հնարավոր հաղթահարել ստեղծված խնդիրները։ Մեր նպատակն է միավորված գործել, որպեսզի մենք կարողանանք մեր երկրում, մեր երկիրը տանել առաջ եւ մեր առջև ծառացած խնդիրները կարողանանք միամուր բոլորով լուծել։ Դրա համար է նաեւ որ մենք աշխատում ենք մասնագետներով։ Ցավոք սրտի մեր երկրում այսօր կան խնդիրներ, որոնք աճում են, օրինակ միայն միավորված ազգերի կազմակերպության տվյալներով Հայաստանում արդեն այսօր բնակչության 14.4%-ը 65 տարեկանից բարձր է։ Թաթոյանը ներկայացրեց նաև նախաձեռնության սոցիալական ուղղությունները, նշելով, որ մասնագիտական հաշվարկներով Հայաստանում հնարավոր է ապահովել անվճար կրթություն եւ առողջապահություն ճիշտ կառավարման եւ քաղաքական կամքի պայմաններում։ Մեր երկրում պետք է փոխվի ամբողջությամբ մարդու նկատմամբ վերաբերմունքի տրամաբանությունը։ Եթե մենք չունեցանք առողջ մարդիկ մեր երկրում, թե ֆիզիկապես, թե հոգեպես, մենք չենք ունենալու առողջ պետություն, մենք չենք կարողանալու առաջ տանել մեր պետությունը այնպես ինչպես պետք է։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև արտաքին քաղաքական կողմնորոշմանը։ Մարդկանց ամենից շատ հուզող հարցերից մեկն էլ Հայաստանը, որ երկրի վրա հույս դնի։ Թաթոյանի խոսքով Հայաստանը պետք է հենվի սեփական կարողությունների վրա, միաժամանակ վարելով հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Մենք պետք է հույսներս դնենք մեր վրա։ Սխալ է այն տրամաբանությունը միշտ եղել, որ մենք ինչ որ տեղեր հովանավորներ ենք փնտրում։ Դա ճիշտ չէ։ Ինչ որ մի հովանավոր մեզ անընդհատ իր շահերի համար զոհաբերելու է։ Մենք պետք է ունենանք մեր վրա հույսներս դնենք, մենք մեզ առաջ տանենք։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանն էլ հիշեցրեց Հրազդանի արդյունաբերական ներուժը եւ նշեց, քաղաքը կարող է կրկին դառնալ տնտեսական ակտիվության կենտրոն։ Մեր մոտեցումը հետեւյալն է, ժողովուրդ ջան, մենք իհարկե պետք է բոլոր հնարավորությունները քննարկենք, բոլոր հնարավորությունները նայենք եւ դրանք շատ մանրամասն ուսումնասիրենք, բայց քանի որ ժամանակը առաջ է գնացել եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում տնտեսությունը զարգացման իր առանձնահատկություններն ունի, մենք ունենք մեր գաղափարներն ու մեր տեսլականները կոնկրետ մեր արդյունաբերական գոտիների հայեցակարգի հիման վրա, թե ամեն մի տարածաշրջան, ամեն մի մարզ եւ ամեն մի բնակավայր ինչպիսի հնարավորություններ պետք է ունենա։ Հանդիպումից հետո քաղաքացիները ծանոթացան նորաբաց գրասենյակին, զրույցը շարունակվեց անելիքների մասին։ Նախաձեռնության հեղինակներն ասում են, այս գրասենյակը պարզապես հասցե չէ, սա փորձ է քաղաքականությունը դարձնել հասանելի, ժողովրդի ձայնը լսելի։ Սդամ Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շարունակում է թարմացնել իր ցուցակը, ընդգրկելով տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներին։ Նորեկների նկատմամբ կարծես սահմանափակումներ չկան, մինչդեռ գործող մի շարք падգամավորներ դուրս են մնում ցուցակից։ Ինչ տեխնոլոգիա է կիրառում ՔՊ-ն այս փուլում, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Դերասան, թաղապետ, լրագրող, բժիշկ։ Բազմազան է քաղաքացիական պայմանագրի 2026 թվականի նախընտրական որոշակի չափով հայտնի ցուցակը։ Այդ մարդիկ մեր կուսակցական ընկերներն են եւ այսպես թե այնպես մեր կուսակցականներից յուրաքանչյուրն էլ կարող էր գնահատելով իր հնարավորությունները, հմտությունները, կարող էր առաջադրվել եւ այս առումով բաց է եղել։ Իդեպ բաց է եղել նաեւ առաջադրումը ոչ կուսակցական քաղաքացիների համար եւ մենք ունենք նաեւ ոչ կուսակցական մարդիկ բավականին մեծ թվով, որոնք դիմել են եւ որոշները բնականաբար հաստատվել են։ Պատգամավոր դառնալու հավակնություն ունի դերասան Գոռ Համբարձումյանը։ Արմդուրի տեղեկություններով դերասանը ջերմ հարաբերություններ ունի իշխող ուժի վերնախավի եւ հանրային հեռուստաընկերության ղեկավար կազմի հետ։ Մամուլը գրում է նաեւ Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի առաջադրման մասին։ Թե ովքեր կարող են ընդգրկվել նախընտրական ցուցակում, որոշվում է հստակ չափորոշիչներով, ասում է քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Մենք նման տեխնոլոգիա չենք կիրառել, պարզապես կան մարդիկ, որոնք այո, դերասանական գործունեությամբ է զբաղվել, բժիշկ է, տարբեր մասնագիտությունների տեր անձիկ կան։ Մինչդեռ քաղաքագետ Հակոբ Բադալյանը հակառակն է պնդում։ Հայտնի եւ լսարան ունեցող դեմքերի ներառում են
պարզ քարոզչություն կատարելու համար։ Այդ կերպ բնականաբար փորձում են նաև այդ մարդկանց հեղինակությունը եւ այդ մարդկանց ճանաչվածությունը ծառայեցնել իրենց քաղաքական նպատակներին, ծառայեցնել ձայն հավաքելու, քվե ստանալու խնդրին։ Այս մեթոդը կիրառվել է նախկինում եւս, նշում է քաղաքագետը։ Նրա խոսքով քաղաքացիական պայմանագիրն ու ղեկավար Նիկոլ Փաշինյանն ունեն շատ ցածր ռեյտինգ եւ նրանց ձայներ ստանալու համար անհրաժեշտ են այսպես կոչված բարի, սիրված կերպարներ։ Այդ երկիշներ, դերասաններ կամ եւ ինչեր իրենք ինչ գործ ունեն խորհրդարանում ես չգիտեմ, բայց քանի որ գործող իշխանությունը դա պոպուլիստական իշխանություն է, իրենք դեմագոգիայով են հիմնականում զբաղվում եւ նման եղանակներով փորձում են հանրության վրա ներգործել եւ ցավոք սրտի հանրության մի զգալի հատվածը նման կերպ է մոտենում, այլ ոչ թե չի հասկանում, որ պետության կառավարումը լուրջ աշխատանք է։ Ինչպես են վերադասավորվում ՔՊ-ում։ Մամուլը գրում է, որ քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակում տեղ չի ունենալու Հայկ Սարգսյանը։ Նա ի դեպ լարված հարաբերություններ ուներ Ալեն Սիմոնյանի հետ։ Նշվում է, որ դուրս է մնացել նաև Նիկոլ Փաշինյանի աներձակ Հրաչյա Հակոբյանը։ ՔՊ նախընտրական ցուցակում հրաժարվել է առաջադրվել ազգային ժողովի падգամավոր Լիլիթ Կիրակոսյանը։ Անձնական հարցերից ելնելով չեն առաջադրվել նաև Քրիստինե Պողոսյանն ու Լենա Նազարյանը։ Մրցակցությունը ըստ մամուլի Արփի Դավոյանի եւ Լուսինե Բադալյանի միջև է։ Ցուցակից դուրս է մնացել նաև օլիգարխ ԿՊԱ-ական падգամավոր Խաչատուր Սուքեսյանը։ Մամուլի հրապարակումների համաձայն իշխանական թիմը փորձում է քաղաքական դաշտ ներգրավել նաև թաղային հեղինակություն ունեցող մարդկանց։ ԿՊԱ-ական падգամավոր Հասմիկ Հակոբյանը սա հերքում է, նշելով, որ կուսակցությունում գործում են հատուկ ընթացակարգեր, որոնցով անցնում են բոլորը, ներառյալ վարչապետը։ Բոլոր տեխնացուները անցել են նույն ընթացակարգով, այդ թվում վարչապետը, եւ դուք անգամ տեսանյութում տեսած կլինեք, որ վարչապետն էլ կանգնում է որպես տեխնացու եւ ելույթ է ունենում, տեսանյութում դա երևում է։ Սակայն քաղաքագետները պնդում են, այդ ընթացակարգերը ձևական են։ Ստեփան Դանիելյանի խոսքով խորհրդարանում պետք է տեղ զբաղեցնեն քաղաքականության, տնտեսագիտության եւ կառավարման ոլորտներում փորձ ունեցող մարդիկ, ոչ թե պարզապես հանրային համակրանք վայելող դեմքեր, սիրված դերասաններ։ Իրենց հիմնական զանգվածի համար այնց ինտելեկտուալ դեմքեր պետք չեն, քաղաքական դեմքեր պետք չեն, իրենց պետք են մարդիկ, որոնք մանիպուլյացիայով զբաղվեն, որոնք սոցիալ դեմագոգիայով զբաղվեն եւ կարողանան ազդել այդ հանրույթի վրա։ Քաղաքացիական պայմանագիրը խորհրդարանական ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակը հաստատելու է դեկտեմբերի վերջին։ Այս պահին քանի հոգի են արդեն ընդգրկվել, նրանց անունները հստակ կարող են նշել հարցին, Հասմիկ Հակոբյանն ասաց, որ դեռ չեն հաշվել։ Երբ որ մենք ունենանք վերջնական տեսք, դա կհրապարակվի եւ բոլորը կտեսնեք ովքեր են ներառված։ Նոյեմբերին ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար կուսակցականները վճարել էին 500,000, ոչ կուսակցականները 1.5 միլիոն։ Անի Աբաղյան, Էդիկ Մալակյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Միացյալ Նահանգների նկատմամբ Թայվանին զենք վաճառելու համար։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ զենքի վաճառքը խաթարում է Չինաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Սահմանափակումներն են սահմանվել 20 ամերիկյան ռազմաարդյունաբերական ընկերությունների եւ պաշտպանական կորպորացիաների 10 ավագ ղեկավարների նկատմամբ։ Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում եւ արգելք թվարկված կազմակերպությունների եւ անհատների հետ գործակցության համար։ Անհատներին նաեւ արգելվում է մուտք գործել Չինաստան։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է իմ գործընկեր Զառա Սարգսյանը։ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Մարալագոյի իր կալվածքում կհյուրընկալի Վլադիմիր Զելենսկիին։ Նախորդին Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ մինչև նոր տարի շատ բան կարող է որոշվել։ Ռուսաստանի արձագանքը չի ուշացել։ Ուկրաինայի 20 կետից բաղկացած ծրագիրն արմատապես տարբերվում է այն ամենից, ինչ քննարկել են Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, տեղեկացրել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Վրաստանն ակտիվ ջանքեր կգործադրի Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին էլ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա կարծիքով հաջորդ տարին լի կլինի փոփոխություններով։ Ռուսաստանը մոտ 9 միլիարդ դոլարի նոր ֆինանսավորում է ապահովել Թուրքիայի առաջին ատոմակայանի Աքույուի կառուցման համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրակթարը։ Այս ֆինանսավորումը հավանաբար կօգտագործվի 2026-27 թվականներին, ասել է նա։
Ջրհեղեղից տուժած հարավային Կալիֆոռնիային նոր փոթորիկ է հարվածել, այն կարող է սողանքներ ու բարձր ալիքներ առաջացնել։ Ճապոնիայում էլ ուժեղ ձնաբքի եւ սառցակալած ճանապարհների պատճառով տեղի է ունեցել խոշոր զանգվածային ավտովթար, որին մասնակցել է 57 ավտոմեքենա։ Պատահարի հետևանքով 2 մարդ զոհվել է, 26-ը վիրավորվել։ Ինչ է մնացել Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքից։ Իսրայելական հեռուստաալիքի լրագրողը տեսանկարահանել է փախստականների ճամբարը, որն ամբողջությամբ հողին է հավասարեցվել Իսրայելի հարվածների հետևանքով։ Հարցումների համաձայն Ֆրանսիայում չափահասների 27%-ը նշել է, որ կցանկանար հնարավորության դեպքում մշտապես տեղափոխվել այլ երկիր։ Այս թիվը նախորդ տարի 11% է եղել։ Երկրի կառավարության նկատմամբ վստահությունը նվազել է մինչև 29%։ Վստահության նման անկումը տեղի է ունենում ներքաղաքական զգալի անկայունության ժամանակաշրջանում։ Մակրոնը մեկը մյուսի հետևից նշանակում է վարչապետեր, որոնցից ոչ մեկի կառավարությունը խորհրդարանական մեծամասնություն չունի։ Աշխարհում ոսկու գինը նոր ռեկորդ է սահմանել։ Աճուրդում այն բարձրացել է մինչև $4561 1 տրոյական ունցիայի համար։ Արծաթի գինն առաջին անգամ գերազանցել է 1 ունցիայի համար $75 նշագիծը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եղանակի մասին։ Հայաստանում այսօր սպասվում է ձյուն, որոշ հատվածներում նույնիսկ առատ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի 3-ից 5 աստիճան տաքություն, իսկ երեկոյան 1-ից 1 աստիճան ցուրտ։ Եվ վերջում ինչ վիճակ է ճանապարհներին, 10-20-ի դրությամբ ձյուն էր տեղում Սպիտակի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի, Աշոտսկի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի եւ Մեղրիի տարածաշրջաներում։ Աբովյանի եւ Արտաշատի տարածաշրջաների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը 100-ից 150 մետր։ Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն իրականացնում են մաքրման եւ աղավազային մշակման աշխատանքներ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, կհանդիպենք։